Well, welcome everybody. I think we'll go ahead and get going. It's the top of the hour, and you all are so prompt and wonderful to be here on time. So, good afternoon and welcome to our distinguished guests and colleagues. Ողջունում ենք մեր հարգաժամ հյուրերին եւ գործընկերներին, ովքեր միացել են մեզ անձամբ թե առցանց։ Sovereign Global Solutions-ը սիրով հյուրընկալում է պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը եւ ժառանգությունը խորագրով քննարկումը Հայաստանի ազգային ժողովրդավարական բևեռի ԱԺԲ անունից։ ԱԺԲ-ն արևմտամետ եւ ժողովրդավարական քաղաքական շարժում է, որն առաջ է մղում մարդու իրավունքները, դավանանքի ազատությունը եւ ողջամիտ կառավարումը Հայաստանում։ Մեզ հերավար միացել է նաեւ Երևանի թիմը, այդ թվում մեր բարեկամ եւ աջակից, համաշխարհային բանկի տնտեսագետ, Հարվարդի գիտնական եւ Հայաստանի հարցերով փորձագետ դոկտոր Դավիթ Գրիգորյանը։ ԱԺԲ-ի գլխավոր առաջնահերթությունն է խորացնել եւ հնարավորինս ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ։ Հենց այդ նպատակով էլ այսօր կազմակերպել ենք այս ճեպազրույցը, քանի որ վերջին 1 տարվա ընթացքում ականատես ենք եղել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ բոլոր այլախոհների դեմ ուղղված բռնաճնշումների ու հալածանքների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել է օրենքի գերակայության քայքայմանը, դատական համակարգի կոռումպացմանը, ուռճացված ու չարաշահումներով լի բանտային համակարգի ստեղծմանը եւ պականման KGB անվտանգության ապարատի ձևավորմանը, որը բանտարկել է հոգեվորականների, գործարարների, լրագրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Մեր փորձագետներն այսօր կներկայացնեն վերջին զարգացումների ազդեցությունը եւ մենք հույս ունենք, որ ԱՄՆ քաղաքականություն մշակողները հաշվի կառնեն դրանք, հատկապես հունիսին սպասվող ընտրությունների լույսի ներքո։ Դուք ելույթներ կլսեք դոկտոր Յան Ֆիգելից, Եվրոպական միության կրոնի կամ հավատքի դավանման ազատության խթանման հարցերով նախկին հատուկ բանագնացից եւ կրոնական ազատություն Եվրոպա ֆորումի ներկայիս նախագահից, դոկտոր Ջոն Էբներից, Christian Solidarity International-ի քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահից, ով վերջերս բանտում այցելել է հայ առաքելական եկեղեցու arczepiskopos Բագրատ Գալստանյանին եւ նախկին դեսպան Ալբերտո Միգել Ֆերնանդեսից, Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտական ինստիտուտից։ Մենք կսկսենք մեր առաջին բանախոսից, դոկտոր Ջոն Էբներից։ Ինչպես նշեցի, նա Christian Solidarity International-ի նախագահն է։ Ավելի քան 3 տասնամյակ նա ղեկավարել է դաշտային հետազոտություններ եւ մարդու իրավունքների պաշտպանության արշավներ իշահ վտանգված կրոնական համայնքների Սուդանում, Նիգերիայում, Հարավային Կովկասում եւ ավելի լայն Մերձավոր Արևելքում։ Նա բարոնուհի Քոքսի հետ հեղինակ է։ Էթնիկ զտումները շարունակվում են։ Պատերազմ Լեռնային Ղարաբաղում գրքի համահեղինակը։ Դոկտոր Էբները այսօր հանդես կգազեկույցով։ Հալածանքը չէ խաղաղություն։ ԱՄՆ քաղաքականությունը եւ պատերազմ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դոկտոր Էբներ, խնդրեմ։ Dr. Ebner. Thank you very much, Jacqueline. It's great to be here. Շատ շնորհակալություն, Ժակլին։ Հիանալի է այստեղ գտնվելը։ Շնորհակալություն Հայաստանի վիճակի վերաբերյալ իմ ելույթին ներկա գտնվելու համար։ Այն հավանաբար այնքան զվարճալի չի լինի, որքան երկրի վիճակի մասին State of the Union ուղերձը։ Բայց հուսով եմ ոչ պակաս տեղեկատվական կլինի։ Ինչպես նշեց Ժակլինը, ես Հայաստանում էի այս ամսվա սկզբում, CSI-ի իմ գործընկեր դոկտոր Ջոել Վելկամպի հետ։ Դա փոխնախագահ Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցից ընդամենը մի քանի օր առաջ էր։ Մեր օրակարգի առաջնահերթությունը Երևանի խիստ ռեժիմի կենտրոն բանտայցելությունն էր։ Իսկ ինչու բանտային այցելություն։ Ահա նախապատմությունը։ Մենք Երևանում էինք անցյալ նոյեմբերին մասնակցելու այն միջոցառմանը, որը ներկայացվում էր որպես Հայաստանի Հանրապետության անդրանիկ աղոթքի նախաճաշ, մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Վարչապետն իսկապես միջոցառման առանցքային դեմքն էր եւ հիացրեց բազմաթիվ քրիստոնյա օտարերկրյա հյուրերին, ովքեր զարմացած էին Աստվածաշնչի համարների նրա ընթերցմամբ։ Մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք այցելել բանտարկված հայ առաքելական բարձրաստիճան հոգևորականին։ Դա arczepiskopos Բագրատ Գալստանյանն է։ Աստվածաշունչ մեջբերող վարչապետը կարգադրել էր ձերբակալել եւ բանտարկել նրան անցյալ հունիսին ահաբեկչության
եւ կառավարությունը տապալելու դավադրության շինծու մեղադրանքներով։ Սակայն այն ժամանակ մեզ չհաջողվեց ստանալ անհրաժեշտ թույլտվությունը։ Այդուհանդերձ 3 ամիս անց պայմանավորվածությունները ձեռք բերվեցին քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նվիրյալ փաստաբանների հիանալի թիմի կողմից, ովքեր աշխատում էին անվճար, pro bono։ Նրանք արդեն իսկ գերազանց կերպով փաստաթղթավորել էին մեղադրող կողմի կողմից arczepiskoposi դեմ ապացույցների կեղծումը։ Այսպիսով, մենք կրկին մեկնեցինք Երևան։ Բանտի փոքր ու հասարակ տեսակցության սենյակում մոխրագույն մորոքով աշխույժ եւ սքեմավոր arczepiskoposը թողնում էր տպավորիչ եւ վեհաշունչ կերպարի ազդեցություն։ Նա մեզ հավաստիացրեց, որ իր համար մեծ արտոնություն է բանտարկված լինելը Քրիստոսին, իր եկեղեցուն եւ իր ազգին հավատարիմ մնալու ջանքերի համար։ Ամենապես մի ժամանակաշրջանում, երբ այդ քրիստոնյա ազգն ու նրա քաղաքակրթությունը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առաջ։ Բագրատ arczepiskoposը համարում է, որ Աստվածահ նախախնամությունն է իր այժմյան բանտարկությունը կենտրոն բանտում, որտեղ հայկական պակը մահապատժի էր ենթարկել իր եպիսկոպոսական անվանակցի եւ օրինակելի նախորդին Ստալինի 1937 թվականի մեծ ձգտման ժամանակ, դա Բագրատ arczepiskopos Վարդազարյանն էր։ Եկեղեցու այս նահատակը նույնպես կեղծ մեղադրանքներով էր մեղադրվում կառավարությունը տապալելու դավադրության մեջ։ Մեր բանտային այցելությունից ընդամենը 2 տարի առաջ խարիզմատիկ Բագրատ Սրբազանը առաջնորդում էր տասնյակ հազարավոր մարդկանց 90 հազարանոց խաղաղ երթը իր թեմից, Տավուշից դեպի մայրաքաղաք Երևան։ Դա նրա ծաղկազարդի պահն էր։ Նա դարձավ այսպես կոչված Սրբազան պայքար շարժման կիզակետը, որը մարտահրավեր է նետում այն ամենին, ինչ վարչապետ Փաշինյանն անվանում է իր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Փաշինյանի նոր գաղափարախոսությունը պահանջում է արմատական քաղաքականություն, որը թուլացնում է պատմական հայ ազգի հիմքերը։ Օրինակ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների էթնիկական կրակառության զտումը եւ այս զանգվածային օջրագործության հետ կապված բոլոր հարցերի քաղաքական եւ իրավական փակումը։ Հայաստանի սահմանամերձ հանգերի կամայական հանձնումը Ադրբեջանին։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը համապատասխանեցնելով իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի կառավարության աջակցության դադարումը, մարումը։ Եվ վերջում 5-րդը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերահսկողության հափշտակումը եւ նրան պետության ծառայի վերածելը։ Բագրատ Սրբազանը վաղուց է տեսել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ոչ այլ քե զիջողություն, հինուզով բավարարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դաժան պայմանները, որոնք անհրաժեշտ են Փաշինյանի հնազանդությունը իրենց իշխանությանը ընդունելու համար։ Ադրբեջանը, ստանալով իսլամիստ Թուրքիայի եւ սիրիացի ջիհադիստների աջակցությունը, պարտության մատեց Հայաստանին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ 3 տարի անց տեղի ունեցավ Ղարաբաղի հայ քրիստոնյաների անառարկելի էթնոկրոնական զտումը։ Այժմ իսլամական տերությունների այս համակմբությունը, որին վերջերս միացավ նաև Պակիստանը, իր թիրախում է պահում հենց Հայաստանի Հանրապետության ոչնչացումը, այսինքն հանրապետության, որպես հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած հակահայկական զանգվածային օջրագործությունների զոհերի եւ նրանց սերնդների համար անվտանգ հայրենիքի վերացումը։ Ադրբեջանի դիկտատոր Ալիևը հրապարակային շատ հստակ է արտահայտվել վերջնախաղի մասին։ Նա բացահայտ եւ բազմիցս պարծաղվել, որ այս տարածքը, որը նա անվանում է Արևմտյան Ադրբեջան, հետ է խլվալու եւ վերաբնակեցվալու ադրբեջանցի թուրք մուսուլմաններով։ Նախընտրելի է խաղաղ միջոցներով, բայց եթե ոչ, ապա անհրաժեշտության դեպքում պատերազմի միջոցով։ Եթե իրական Հայաստան նախագիծը շարունակվի անարգել, ապա նոխապաստի չի, որ մեկ սերնդի ընթացքում քրիստոնյա հայերը Հայաստանում դառնան փոքրամասնություն, առանց քաղաքական սուբյեկտայինության, բնակվող հիմնականում Երևանի փոքրացվող հայկական թաղամասում, ինչպիսին կարելի է տեսնել Հալեպում կամ Երուսաղեմում։ Փաշինյանի իրական Հայաստանը, այսինքն Ալիևի արևմտյան Ադրբեջանը, թուրքական ադրբեջանական լուծումն է պատմական հայոց ցեղասպանության, որը 1915 թվականի մեծ եղեռնին չհաջողվեց վերջնականապես փակել։ Այս պայքարում 3 միլիոնից պակաս քրիստոնյա հայերին հակադրված է այսպես կոչված մեկ ազգ երկու պետություն թուրքական ադրբեջանական համատիրությունը,
շուրջ 100 միլիոն ընդհանուր բնակչությամբ և հսկայական տնտեսական և մարզական հզորությամբ։ Այս խաղի մեջ են նաև Թուրքիայի գաղութը հանդիսացող ջիհադիստներով ղեկավարված Սիրիան և Պակիստանը, որն այժմ իհարկե միջուկային պետություն է։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համայնության գալու հարցում Փաշինյանի մեծագույն մարտահրավերը եկեղեցու նկատմամբ վերահսկողության հաստատումն է։ Ամերիկյանցիների մեծ մասի համար դժվար է պատկերացնել այն վճռական դերը, որը այս եկեղեցին խաղացել է հայ ազգի գոյատևման գործում։ Նա դարեր շարունակ ծառայել է հայ պետականության և հայերի մեջ քրիստոնեական վկայության ամենաամուր ինստիտուցիոնալ պատվարի հիմնականը։ Նա նախատեսված է այնպես, որ բացառի արտաքին միջամտությունը իր ներքին գործերից։ Այդ կարգով նա դիմացել է Օսմանյան խալիֆաթի դարեր վճռնագույն հալածանքներին, այդ թվում հայոց մեծ եղեռնին, որը իրականացվեց բացահայտ հայտարարված ջիհադի կոնտեքստում և տարածվեց դեպի Կովկաս։ Հայ ազգային եկեղեցուն նաև վերապատրաստվեց նրան ոչնչացնելու ուղղությամբ աթեիստական խորհրդային իշխանության բռնի ջանքերից։ Նա վերապատրաստվեց նաև Ղարաբաղի էթնոկրոնական զտմից, աքսորի մեջ պահպանելով տարաշրջանի հալածված թեմա։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ ամրության պատճառով Փաշինյանի համար բավարար չէր միայն Բագրատ Սրբազանին բանտարկելը։ Նա ընդամենը առաջինն էր ավելի քան մեկ տասնյակ ականավոր հոգևորականներից, ովքեր հայտնվել են ճանրերի հետևում, ենթարկվել տնային կալանքի կամ մեղադրվել մի շարք չհիմնավորված հոդվածներով, ներառյալ ահաբեկչություն, հեղաշրջման փորձ, արդարադատության խոչընդոտ։ Փաշինյանն նաև բանտարկել է եկեղեցու ամենահարուստ աշխարհիկ բարերարին Սամվել Կարապետյանին և խորհրդային ոճով պետականացրել է նրա բիզնեսները։ Նրանց թվում ում այժմ մեղադրանք է առաջադրված արդարադատությանը խոչընդոտելու համար, հայ առաքելական եկեղեցու առաջնորդն է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II։ Փաշինյանի հաջողությունը կախված է կաթողիկոսի գահընկեցման հասնելուց, դա վճռական նշանակություն ունի իր քաղաքական գոյատևման համար։ Չպետք է անտեսել, որ հալածվող հայ առաքելական եկեղեցին նաև ամերիկյան եկեղեցի է, երկու արքեպիսկոպոսական թեմերով և ավելի քան 500,000 հետևորդներով հենց այստեղ Ամերիկայում։ Կաթողիկոսը այս ամերիկյան քրիստոնյաների օրինական հոգևոր առաջնորդն է նույնպես։ Ադրբեջանն ու Թուրքիան կաթողիկոսին և նրա առաջնորդող եկեղեցին բնորոշել են որպես խաղաղ խոչընդոտ։ Ուստի Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նրա հեռացումը անվերապահող նպատակ է։ Այդ պատճառով նա մեղադրում է կաթողիկոսին ազգային նկատառումներից ազգային անվտանգության սպառնալիք լինելու, օտարերկրյա գործակալի հաշվետվություն տալու ամեն օր և նման այլ բաներում։ Փաշինյանը մեկ քայլ առաջ է գնացել, հագնելով մի հանդերձ, որը նման է սքեմի, և իրեն դնելով մի հակականոնական հանձնաժողովի գլխին, որը պետք է ուղղորդի եկեղեցու բարեփոխումները։ Բոլշևիկները նմանատիպ մի բան արեցին 1920 թվականներին։ Նրանք ստեղծեցին, ֆինանսավորեցին և ամեն կերպ խրախուսեցին հակականոնական, այսպես կոչված ազատ եկեղեցական շարժում, մարտահրավեր նետելու օրինական կաթողիկոսի և եկեղեցական այլ առաջնորդների հեղինակությանը։ Այդ ջանքերը չկարողացան ապահովել խոստացված բարեփոխումները և հոգևոր վերածնունդը։ Դրա փոխարեն դա պարզապես նախագիծ էր այն արյունալի զտումների, որոնք հանգեցրին ոչ միայն Բագրատ արքեպիսկոպոսի անվանակցի մահապատժին, այլև մեկ տարի անց այն ժամանակվա կաթողիկոս Խորեն Առաջինի սպանությանը։ Հիշեք, որ կոմունիստական դարաշրջանի արյունալի կրոնական հալածումները առաջին հերթին իրականացվում էին հենց հայերի ձեռքով, ովքեր ծառայում էին Մոսկվայի շահերը։ Այսօր, երբ Հայաստանը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց և անցնում թուրքական-ադրբեջանական համատիրության ազդեցության տակ, նույնպես կան հայեր, ովքեր կձգտեն դեպի քաղաքական իշխանություն և կծառայեն Անկարայի և Բաքվի հակահայկական և հակաքրիստոնեական շահերին։ Մեզ հրաժեշտ տալուց առաջ Բագրատ արքեպիսկոպոսը խնդրեց մեզ նամակ փոխանցել փոխնախագահ Վենսին։ Նա որոշ ընդհանուր եզրեր գտավ փոխնախագահի հետ, որի կաթոլիկ դավանությունը լայն կերպով հայտնի է։ Սրբազանը գրել էր. «Դուք, պարոն փոխնախագահ, իրավացի էր զգուշացրել, որ Եվրոպան քաղաքակիրթական ինքնասպանություն է գործում։
հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից եւ բացելով իր սահմանները նրանց առաջ, ովքեր չեն կիսում եվրոպական հուդայա-քրիստոնեական ավանդույթներից բխող արժեքները։ Բայց նա նաև ցանկանում էր, որ փոխնախագահն իմանա, սա հենց այն է, ինչ Հայաստանի վարչապետը նախագծում է Հայաստանում։ Արքեպիսկոպոսը կարող էր նաև ավելացնել Վենսի քննադատությունը Եվրոպայի հասցեին, խոսքի ազատության սահմանափակման եւ ժողովրդավարական հետընթացի այլ ձևերի վերաբերյալ, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում։ Բագրատ արքեպիսկոպոսը Վենսի հետ ընդհանուր եզրեր գտավ նաև այլ հարցում։ Նա հաջողություն մաղթեց փոխնախագահին մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի միջև խաղաղությանը նպաստելու եւ Կովկասում վարչակազմի հիմնական ռազմավարական նպատակի իրականացման համար պայմաններ ստեղծելու գործում։ Այն է Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության։ Սակայն նման խաղաղությունը, զգուշացրեց արքեպիսկոպոսը, չպետք է հիմնված լինի հայկական ազգային պետության կործանման վրա։ Արքեպիսկոպոսն առաջարկեց, որ իրական եւ տևական խաղաղության կարելի է հասնել, եթե Թրամփի վարչակազմն ապահովի հետեւյալը. Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, որոնց ազատման կոչը Թրամփն արդեն իսկ արել է։ Նա հրապարակավ պահանջել է նրանց ազատումը, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Երկրորդ, Երևանում պահվող եկեղեցու հետ կապված բանտարկյալների ազատ արձակումը։ Եվ երրորդ, երաշխիքներ 150,000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար, մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից։ Ցավոք, Երևանում եւ Բաքվում գտնվելու ժամանակ փոխնախագահը չարձագանքեց Բագրատ արքեպիսկոպոսի մտահոգությունների Հայաստանի քաղաքակրթական ինքնասպանության վերաբերյալ։ Նա նաև հրապարակավ չանդրադարձավ եւ չապահովեց որևէ մեկը այն պայմաններից, որոնք արքեպիսկոպոսը մատնանշել էր որպես կայուն խաղաղության համար էական նախապայման։ Այնուամենայնիվ, այնինչ արեց փոխնախագահը, ազգային եկեղեցուն հալածողի վերընտրելու հայտին աջակցելներ եւ հայոց ցեղասպանությանը հղումանող թվիթի գրառման ջնջումը ի հարգանք ցեղասպանությունը ժխտող թուրք-ադրբեջանական համատիրության կոնդոմինիումի։ Հարց է առաջանում. Արդյոք այս թուրք-ադրբեջանական համատիրության ուժերի մեջ է մտնում Միացյալ Նահանգների փոխնախագահին գրաքննության ենթարկելը կամ ինքնագրաքննության յուրօրինակ ռեժիմ պարտադրելը։ Փոխնախագահի այցից օրեր անց Հայաստանի վարչապետը սրեց իր պատերազմը եկեղեցու դեմ, քրեական գործեր հարուցելով կաթողիկոսի դեմ եւ արգելելով նրան 7 եւ 7 այլ եպիսկոպոսների երգը երկրից, որպեսզի թույլ չտան նրանց մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական համաժողովին։ Կամա թե ակամա, Վենսի այցը փաստացի կանաչ լույս վառեց հայ առաքելական եկեղեցու հալածանքները շարունակելու համար։ Երբ լսում ենք, թե ինչպես է Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցով հատուկ բանասպան Թոմ Բարաքը առանց սպիտակ տան կողմից որևէ ուղղության, քարոզում այն դոկտրինը, թե խաղաղությունը հնազանդություն է, թույլի հնազանդությունը ուժեղին, եւ որ առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված մրցավոր ավերելքում պետություններ, այնպիսիք ինչպես Հայաստանը եւ Իսրայելը, ոչ այլ չեն, քան ցեղեր դրոշներով, արհեստական սահմաններով եւ երբեք նախատեսված չեն եղել որպես ազգային պետություններ լինելու համար։ Այստեղ պետք է տարբերակում մտցնել։ Նրանք միանշանակ հավատարիմ են Թրամփի ուղին, դրանում կասկած չկա, բայց բաց հարց է մնում. արդյոք կա հավատարմություն հայկական ազգային պետությանը։ Դուք կարող եք ունենալ Թրամփի ուղի առանց հայկական ազգային պետության։ Մի վարչակազմ, որը նրան իրեն ներկայացնում է որպես Ամերիկայի պատմության մեջ ամենաքրիստոնյա վարչակազմ եւ որպես հալածվող քրիստոնյաների աննախադեպ պաշտպան, պետք է օգնի պաշտպանել կրոնական ազատությունը եւ նրանց, ովքեր պայքարում են հուդայա-քրիստոնեական ավանդույթներից բխող արժեքները պահպանելու համար։ Սա ամերիկյան մեծ մասի ակնկալիքն է։ Պետության հարկացման ուժի կիրառումը, եկեղեցիների եւ այլ հավատքի համայնքների ներքին գործերին միջամտելու համար
Խորթ է եւ խիստ մերժելի է կրոնական ազատության ամերիկյան ավանդույթին։ Քիչ ամերիկյան քրիստոնյաներ կհանդուրժեին նման միջամտություն իրենց սեփական եկեղեցիների գործերի նկատմամբ։ Այսօր CSI-ը քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը կոչ է անում Թրամփի վարչակազմին ցուցաբերել ուժ եւ վճռականություն, պաշտպանելով հայ առաքելական եկեղեցուն այս հալածանքներից եւ դրանով մեծացնելով աշխարհի առաջին քրիստոնյանացնի քրիստոնեական քաղաքակրթության գոյատևման հեռանկարը։ Քանի որ աշխարհը հարգանք է տածում նախագահ Թրամփի ուժի եւ առաջնորդության հանդեպ, հարց է առաջանում. ինչու տենց չվարվեն նաեւ Թուրքիայի իսլամիստ Էրդողանը եւ Ադրբեջանի նավթով հարուստ տիրակալ Ալիևը։ CSI-ը հավատում է, որ ամերիկյան ուժեղ առաջնորդությունը կարող է հնդակ հանդիսանալ Կովկասում խաղաղության հաստատելու համար, առանց զոհաբերելու հայ առաքելական եկեղեցում եւ դրա վրա հիմնված հայ նասնը։ Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ Թրամփի վարչակազմը դեմ կանգնի այս մարտահրավերին, հաշվի առնելով Երեմիա մարգարեի պատշաճ խոսքերը։ Նրանք մակելեսորեն են բուժում իմ ժողովրդի վերքը, ասելով. «Խաղաղություն, խաղաղություն, մինչդեռ չկա խաղաղություն»։ Հայ ժողովրդին մեծ վնասներ են հասցվել, ցեղասպանություն, կոտարմասներ, եւ մենք չկարող թույլ տալ, որ դրանց հետ հանուն խաղաղության վարվեն որպես թեթև եւ աննշան հարցերով։ Շատ շնորհակալություն ուշադրության համար։ Thank you very much for your attention. Thank you, Dr. Eibner. Շնորհակալություն, դոկտոր Էբներ։ Մինչ այսօրվա միջոցառման ավարտը մենք խորհելու շատ բան կունենանք, սակայն մեր հաջորդ հյուրն ու բանախոսը դեսպան Ալբերտո Ֆերնանդեսն է, ով Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտական ինստիտուտի փոխնախագահն է։ Նախկինում նա եղել է Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերի MBN-ի նախագահը, որն արաբերեն լեզվով նորություններ եւ տեղեկատվություն է տրամադրում Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։ Նա Ջորջ Վաշինգտոն համալսարանի կիբեր եւ ներքին անվտանգության կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է։ Նա նաև Մերձավոր Արևելքի քաղաքականության եւ լրատվամիջոցների հարցերով ոչ ռեզիդենտ գիտաշխատող է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում գտնվող Trends հետազոտական եւ խորհրդատվական կենտրոնում։ Դեսպան Ֆերնանդեսը եղել է դիվանագիտական ծառայության սպա եւ պետքարտուղարությունում ծառայել որպես ռազմավարական հակահաբեկչական հաղորդակցությունների կենտրոնի համակարգող։ Նա նաև ծառայել է որպես ԱՄՆ դեսպան հասարակածային Գվինեայում եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Սուդանում։ Նա բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել հանրային դիվանագիտության ոլորտում, Աֆղանստանում, Հորդանանում, Սիրիայում, Գվատեմալայում եւ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատներում, ինչպես նաեւ պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերի բյուրոյում։ Դեսպան Ֆերնանդեսը ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական ծառայության կարիերային անդամ է, նախարար խորհրդականի կոչումով։ Նա արժանացել է 2008 թվականի նախագահական պատվավոր ծառայության մրցանակին, 2006 թվականի Էդվարդ Մարոյի անվան մրցանակին, հանրային դիվանագիտության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար, 2003 թվականի բարձրագույն պատվով մրցանակին, Աֆղանստանում իր կատարած աշխատանքի համար, ինչպես նաև բազմաթիվ այլ պարգևների։ Այսպիսով դեսպան Ֆերնանդեսը կներկայացնի իր զեկույցը «Ավտորիտար իրավական պատերազմը» Lawfare, որպես ճակատագրական ընտրություն Հայաստանի համար թեմայով։ Շնորհակալություն, պարոն դեսպան։ Շատ շնորհակալություն։ Ինձ համար հաճելի է գտնվել այստեղ ձեզ հետ։ Գոյություն ունի մի արտահայտություն, Վիետնամի պատերազմի հետ կապված մի տխրահռչակ արտահայտություն, որը լրագրող Փիթեր Արնեթը ըստ տեղեկությունների լսել է մի ամերիկացի սպայից վիետնամական մի գյուղի մասին։ Անհրաժեշտ դարձավ ոչնչացնել քաղաքը այն փրկելու համար։ Նայելով այսօրվա Հայաստանի իրավիճակին եւ հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող արշավին, հենց այդ տխրահռչակ արտահայտությունն է գալիս մտքին։ Որն է այն երևույթական պատճառների գինը, որոնք տրվում են Հայաստանում եկեղեցու դեմ տեղի ունեցողի համար։ Մենք լսում ենք խաղաղության հարցի մասին։ Մենք լսում ենք բարեփոխումների խնդրի մասին։ Մենք լսում ենք սովորական դարձած թաքնված ձեռքի, օտարերկրյա տերությունների մասին, որոնք իբր փորձում են եկեղեցու միջոցով քայլեր ձեռնարկել կառավարության դեմ։ Սրանք բաներ են, որոնք մենք հաճախ լսել ենք այլ համատեքստերում։ Իրականությունն այն է, որ կառավարության արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որը շարունակվում է արդեն ավելի քան 1 տարի, առ այսօր շարունակվում է անդադար։ Իմ գործընկերը հենց նոր խոսեց այն մասին, որ կաթողիկոսին արգելվել է մեկնել Ավստրիայում կայացած եպիսկոպոսած ժողովին։ Եվ հատկանշական է այն, ինչ ասվել է այդ ժողովի ժամանակ։ Սա ամբողջ աշխարհի հայ եպիսկոպոսների ժողովն էր, որին մասնակցում էին նաև Միացյալ Նահանգների արքեպիսկոպոսները։ Նրանք հանդես եկան հայտարարությամբ։ Եվ դա շատ խիստ հայտարարություն էր։
Արված ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Ինձ թվում է դա մի բան է, որը պետք է շատ ավելի մեծ ուշադրության արժանանա։ Հանդիպումը տեղի ունեցել Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում, եւ նրանք իրենց խորին մտահոգությունն են հայտնել Հայաստանում եկեղեցի պետություն հարաբերությունների ներկայիս անցանկալի վիճակի վերաբերյալ։ Նրանք կոչ են արել վերջ տալ հոգևորականների, եպիսկոպոսների եւ այլոց դեմ ճնշումներին։ Նրանք նաեւ կոչ են արել կառավարությանը դադարեցնել հալածանքները եկեղեցու դեմ, հարգել եկեղեցու դարավոր ինքնիշխանությունն ու ինքնավարությունը եւ հայտնել են իրենց պատրաստակամությունը կառավարության հետ լիարժեք երկխոսություն սկսելու։ Բայց գիտեք, փոխադարձ հարգանքի մտնոլորտում առանց վերջնագրերի եւ սպառնալիքների։ Սա հզոր հայտարարություն է, տրված աշխարհասփյուր եկեղեցական եպիսկոպոսների կողմից, բացառությամբ նրանց, ովքեր գուցե գտնվում են կառավարության ձեռքում։ Այն մի բուռն մարդկանց, ովքեր չէին մասնակցում։ Սակայն նույնիսկ այստեղ շատ հետաքրքիր է նշել, որ ավստրիական հանդիպման համակարգողներից մեկը ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Դերդերյանն էր, ով ընդամենը մեկ ամիս առաջ հունվարին Երևանում էր, հանդիպում էր վարչապետի հետ եւ քննարկում բարեփոխումների խնդիր։ Սակայն մեկ ամիս անց նա մեկնում է Ավստրիա եւ սատարում է, փաստորեն հենց ինքն է կազմակերպում այդ հայտարարության հրապարակումը։ Այսպիսով, ակնհայտ է, որ կառավարության կողմից անարդարություն է իրականացվում հայ առաքելական եկեղեցու դեմ, պատճառներով, որոնք երբեմն բարձրաձայնվում են, երբեմն ոչ։ Իրականությունն այս է. լիբերալ, այսպես կոչված լիբերալ ժողովրդավարական արևմտքի եւ ավտորիտար արևմտքի միջև տարբերություններից մեկը հենց կրոնական կառույցների ներքին գործերին պետության չմիջամտելու հարցն է։ Հայաստանի վարչապետը իրեն ներկայացնում է որպես արևմտամետ, եւ դա մի տեսակետ է, որը կարծես թե հաստատվում է Եվրոպական միության դիրքորոշումներով եւ ԱՄՆ փոխնախագահի Հայաստանում արված վերջին հայտարարություններով։ Սակայն եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, որոնք իրականացվում են վարչապետի եւ նրա կառավարության կողմից, նման են նրանց, ինչ մենք տեսնում ենք հարևան ավտորիտար վարչակարգերում։ Դա միանշանակ հենց այն ձևն է, որով վարվում են կրոնի հետ Փաշինյանի խաղաղության գործընկերների կառավարությունները Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Նրանք երկուսն էլ կրոնի հետ, լինե դա մուսուլմանական թե քրիստոնեական, վարվում են կոշտ ձեռքով եւ խորը վերահսկողությամբ։ Եվ իհարկե դա հենց այն ձևն է, որով կրոնի հետ վարվում էին Խորհրդային Միությունում եւ վարվում են Ռուսաստանում այսօր։ Օրինակ Պուտինի կառավարության եւ ռուս ուղղափոր եկեղեցու միջև տխրահռչակ հարաբերությունները։ Մենք նույն բանը տեսնում ենք Չինաստանում։ Կառավարության ձեռքը եկեղեցու վրա է։ Կա ընդհանրված եկեղեցի եւ կա վարչակարգի եկեղեցի, որը ծափահարում է այն, ինչ ասում է ռեժիմը։ Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը հեռու են, թերևս ոչ այնքան հեռու։ Մերձավոր Արևելքը լի է կրոնական կառույցների, թե քրիստոնեական, թե մուսուլմանական, պետական վերահսկողության ենթարկվելու օրինակներով։ Կան մի քանի բացառություններ, Իսրայելը բացառություն է, Լիբանանը բացառություն է, կարելի է ասել, որ Վրաստանի Հանրապետությունը ևս բացառություն է։ Դա վայր է, որտեղ վրացական պատրիարքը ավելի շատ է ազդում պետության վրա, քան պետությունը պատրիարքին, բայց տարածաշրջանում ընդունված կարգն է, որ բարձրաստիճան եկեղեցականները, այսպես նաև մուսուլման հոգևորականները գտնվում են պետության բռի մեջ, ողջունելով նրա նախաձեռնությունները եւ լռություն պահպանելով ցանկացած հարցի մասին, որը կարող է անհարմար դրության մեջ դնել ռեժիմին։ Այդպիսին էր վիճակը Դամասկոսի հույն ուղղափոր եւ ասոր ուղղափոր պատրիարքությունների դեպքում Ասադի վարչակարգի դաժան կառավարման ներքո։ Սա է դառ իրականությունն է նաեւ այսօրվա Եգիպտոսում, որտեղ Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցու ղեկավարը Ալեքսանդրիայի Ղպտի պատրիարք Տավադրոս II պետք է ծայրահեղ զգուշ լինի յուրաքանչյուր կարևոր խոսքի կամ գործողության մեջ, որը վերաբերում է Եգիպտոսի կառավարությանը եւ նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիին։
Եվ միայն արևելյան եկեղեցիները չեն, որ պետք է զգույշ լինեն։ Շատ վերջերս 2026 թվականի սկզբին, երբ իրանական վարչակարգը տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների կոտորեց, անցյալ ամիս լռող ձայներից մեկը Թեհրանի հռոմեական կաթոլիկ կարդինալ arczepiskopos Դոմինիկ Մաթյուինն էր, բելգիացի ֆրանցիսկյան, ում Ֆրանցիսկոս Պապը նշանակել էր 2021 թվականին։ Նա ոչինչ չուներ ասելու, բացարձակապես ոչինչ, Իրանի փողոցներում տեղի ունեցող սպանդի մասին։ Իհարկե ինչու, որովհետև դա է վարչակարգի բնույթը։ Նրա դեպքում հավանաբար վիճակն ավելի վատ է, քանի որ նա օտարերկրացի է, բայց դա է այս վարչակարգերի էությունը։ Կան նաև իրավիճակներ, որտեղ վերահսկողության փորձը գուցե ձախողվել է, բայց այն ձեռնարկվել է շատ վերջերս։ Օրինակ, Իրաքում մենք ականատես եղանք կառավարական արշավի ընդդեմ քաղդեական կաթոլիկ պատրիարք Լուիս Ռաֆայել առաջին Սակոյի նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Կարծում եմ դա կանխվեց հավանաբար ամերիկյան միջամտության կամ ամերիկյան ակնարկների շնորհիվ, բայց նրան նույնպես պաշտոնանկ անելու փորձ արվեց։ Մուսուլմանական մեծամասնություն ունեցող ավտորիտար վարչակարգերում վերահսկողության եւ վերահսկողության մակարդակը կարող է հասնել նույնիսկ հասարակության ամենաստորին շերտերին։ Եգիպտական պետությունը, օրինակ, վերահսկողություն է իրականացնում ոչ միայն մուսուլմանական կրոնական իշխանությունների կողմից տրվող ֆետվաների, այլև ըմբողջ երկրում մզկիթների ուրփաթորյա քարոզների նկատմամբ։ Բազմաթիվ այլ վարչակարգեր նույնպես խիստ վերահսկողություն են սահմանում այն ամենի մասին, ինչ մուսուլման հոգևորականը կարող է ասել իր մզկիթի ամբիոնից վերևում։ Եվ դա ներառում է Թուրքիան, ներառում է Իրանը եւ ներառում է Ադրբեջանը։ Հայաստանը, իհարկե, ականատես է լինում հանրային ինստիտուտների նկատմամբ սողողած ավտորիտարիզմի ալիքի, որն առանձին է, բայց լրացուցիչ է հայ եկեղեցու դեմ մղվող արշավին։ Կա մի բան, որն այնքան ակնհայտ է, որ ես գրեթե տատանվում եմ ասել, բայց դա պետք է ասվի։ Արկա է հստակ, ուղիղ կապեր այն միջև, ինչ ազատություն է տրված եկեղեցուն կամ կրոնական կառույցներին, եւ խոսքի եւ խղճի այլ ազատությունների միջև։ Ես չգիտեմ որևէ իրավիճակ, երբ վարչակարգը հալածի կրոնական կառույցներին, իսկ հետո լինի բաց եւ ընդունեք աշխարհիկ քննադատության, քաղաքական քննադատության կամ որևէ այլ նման բանի հանդեպ։ Դրանք փոխկապակցված են։ Սա է իրականությունը, որ մենք տեսել ենք Մերձավոր Արևելքում եւ աշխարհի շատ այլ մասերում։ Սա է վտանգը։ Բացի այն սարսափելի վնասից, որ հասցվում է հայ եկեղեցուն եւ Հայաստանի հավատացյալներին, սա վտանգավոր է նաեւ հենց վարչակարգի եւ Հայաստանի կառավարության համար։ Այդ ջանքով գնալը շատ վտանգավոր ուղի է, նույնիսկ եկեղեցու դեմ մղվող արշավից անդին։ Վարչակարգերը, որոնք չեն ցանկանում քննադատություն լսել կրոնական իշխանություններից, հակված են նաև չցանկանալ քննադատություն լսել լրատվամիջոցներից կամ աշխարհիկ քննադատներից։ Պետությունները, որոնք օգտագործում են կառավարության հարկադրանքի ուժը, մեկ արտաքին կազմակերպություն, ինչպես եկեղեցին է, իրենց կամքին ենթարկելու համար, անխուսափելիորեն նույն հարկադրանքը կօգտագործեն նաև այլոց դեմ։ Փաշինյանի կառավարությունը չունի հարաբեր երկուսը միանշանակ։ Նրանք չեն կարող ասել, որ ուզում են լինել ազատակամ արևմուտքի մաս, ուզում են լինել Ամերիկա 1 եւ միևնույն ժամանակ հիմնականում ընդօրինակել Էրդողանի վարչակարգի կամ Ասադի կրոնական չափանիշները կամ ընտրեք թե որ դիկտատորի կուզեք։ Այստեղ կա հիմնարար հակասություն, որը պետք է լուծվի եւ որին պետք է անդրադարձ կատարվի։ Շատ շնորհակալություն։ Pick whatever dictator you want. There's a basic contradiction here that has to be solved and has to be addressed. Thank you very much. Thank you so much. Շատ շնորհակալություն։ Մեր հաջորդ հարգարժան բանախոսը դոկտոր Յան Ֆիգելն է։ Դոկտոր Ֆիգելը կարևոր առաջնորդ է ամբողջ Եվրոպայում եւ Սլովակիայում։ Նա ծառայել է որպես Սլովակիայի փոխվարչապետ, եղել է ԵՄ-ից դուրս կրոնի կամ հավատքի ազատության, հայտնի որպես FORB, խթանման հարցերով պատմության մեջ առաջին հատուկ բանագնացը, իսկ 2025 թվականից ծառայում է որպես կրոնական ազատություն Եվրոպա, FORB Europe նախագահ։
որպես հատուկ բանագնաց։ Դոկտոր Ֆիգելը ստանձնել է առաջամարտիկի դեր, ինչը դրդեց ԵՄ մի շարք երկրների ստեղծել նմանատիպ դիվանագիտական պաշտոններ։ Նա ակտիվորեն ներգրավված է կրոնի կամ հավատքի ազատության, ֆորբի պաշտպանության, միջկրոնական երկխոսության խթանման, կրոնական գրագիտության և կրոնական սոցիալական պատասխանատվության գործում։ Նա հանդես է գալիս Կուբայում, Իրանում, Պակիստանում և այլ երկրներում ֆորբի հիմքով բանտարկյալների պաշտպանության և ազատ արձակման օգտին։ Նա նաև միջկառավարական ցանցի, կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքի փորձագետների միջազգային խորհրդի անդամ է, իսկ 2025 թվականից նա հրավիրյալ պրոֆեսոր է Մադրիդի CEU San Pablo համալսարանում և հրավիրյալ գիտաշխատող Բուդապեշտի MCC քոլեջում։ Նա ունի պատվավոր դոկտորի, դոկտոր օնորիս կաուզա կոչումներ Սլովակիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի 5 համալսարաններից։ Խնդրեմ, ողջունեք դոկտոր Ֆիգելին։ Please welcome Dr. Figel. Thank you, Jacqueline and Sovereign Global Solutions. Շնորհակալություն, Ժակլին և Sovereign Global Solutions։ Շնորհակալ եմ բոլորիդ, տիկնայք և պարոնայք։ Եթե թույլ տաք սկսել մի փոքր անձնական նոտայով, ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, Կապիտոլիումի բլրի վրա։ Ես ճամփորդել եմ շատ հեռվից և չէի սպասում նման մասնակցության։ Այսպիսով շնորհակալություն։ Իսկապես ես ուզում եմ ասել, որ այս հետաքրքրության մեջ, ներառյալ համաշխարհային լսարանի համար առցանց հեռարձակումը, կա խորը բարոյական ինչ-որ բան։ Չարն այսօր այնքան հաջողակ է, այնքան ազդեցիկ ու ուժեղ, որովհետև ունի բազմաթիվ ազդեցիկ դաշնակիցներ։ Դրանք 3 քույր ու եղբայրներ են, որոնք հավանաբար ամենաարդյունավետն են չարիքի աճի ու տարածման համար։ Ինչպես մոլախոտը պարտեզում, եթե մենք ոչինչ չենք անում, մոլախոտն աճում է։ Դա նրանից է, որ մենք ոչինչ չենք անում։ Առաջինը անտարբերությունն է։ Եթե ես չեմ անհանգստանում, որովհետև դա հեռու է, ապա ինչ կարող եմ անել։ Դա ես չեմ։ Դա մենք չենք։ Սա անտարբերությունն է։ Երկրորդը տգիտությունն է։ Անտեղյակությունը։ Եթե ես չգիտեմ, եթե ես չեմ հասկանում, թե ինչ կա թիկունքում, ինչ է կատարվում։ Ոչ մի սովորելու ցանկություն, ինչու համար։ Եվ չարիքի երրորդ դաշնակիցը վախն է։ Եթե մենք վախենում ենք որևէ բան ասել, ոտքի կանգնելու և պաշտպանել անպաշտպաններին ու անձայններին, ապա չարն աճում է։ Ուստի հակաթույները բնականաբար ներգրավվածությունն են, կրթությունը, ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը և պարզ, բայց կարևոր մարդկային քաջությունը։ Ոտքի կանգնելու, ինչ որ բան ասելու կամ գրելու համար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատում են լրատվամիջոցների հետ։ Քանի որ լրատվամիջոցների միջոցով մենք կարող ենք պայքարել տգիտության և նույնիսկ վախի դեմ։ Այժմ այս ճեպազրույցի բուն թեմայի մասին, որը իրավիճակն է փոքր, բայց խորապես կարևոր։ Պատմականորեն կարևոր ազգի և երկրի, Հայաստանի։ Հայաստանի ամբողջականությունը և հայերի ազատությունն ու արժանապատվությունը ենթարկվում են դաժան ներքին հարձակման։ Նրանք ստիպված են եղել գոյատևել բազմաթիվ արտաքին հարձակումներից հետո, հիմա դա գալիս է ներսից։ Տարօրինակ է, բայց իրական, և ինչ-որ առումով այն արձագանքում է տարածաշրջանի, Եվրոպայի և աշխարհի իրավիճակին։ Իսկ թե ինչու։ Ես կարող եմ ասել, քանի որ կյանքիս կեսը ապրել եմ կոմունիստական վարչակարգի տակ խորհրդային ճամբարում։ Ես կրում եմ իմ երիտասարդ հորեկվոր անունը, ով սպանվել, նոչնչացվել է Չեխոսլովակիայի ստալինական հատուկ ծառայությունների կողմից։ Եվ մենք մինչ օրս չգիտենք, թե որտեղ է նրա մարմինը կամ որտեղ է նա հանգշում։
Հայաստանում տեղի ունեցող հարձակումներում ես տեսնում եմ հատկապես քաղաքականություն վարելու կամ իշխանությունը պահելու հետխորհրդային եւ հետկոմունիստական ձևը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը հարգելու փոխարեն։ Եվ երկրորդ, Եվրոպայում մեր քաղաքակրթական տարածքում շարունակվող պատերազմի ազդեցությունը, նույնիսկ ԱՄՆ-ի մեջ է պատերազմ։ Կարծում եմ դուք դա գիտեք։ Դուք պետք է դա զգաք, եւ սա դեռ վերջը չէ։ Ես չեմ ուզում խոսել Ուկրաինայի պատերազմի, աղետի, ողբերգության մասին, որը դեռ կարող է ավելի վատ թարացնել։ Դա դեռ կարող է ավելի վատանալ։ Եթե մենք ելք չգտնենք մեր քաղաքակրթական տարածքի այս քաոսից եւ ողբերգությունից, ինչու էի ուզում խոսել անձնական եւ միևնույն ժամանակ ինչ-որ առումով գլոբալ տեսանկյունից։ Որովհետև եկեղեցին, քրիստոնեությունը եւ հավատքը այն ժամանակ Չեխոսլովակիայի, նույնիսկ Լեհոստանի, Հունգարիայի եւ շատ այլ երկրների դեպքում հանդիսացան վարչակարգի ամենավճռական, հաղթող եւ տոկուն ոչ բռնի ընդդիմախոսը։ Բազմաթիվ եպիսկոպոսներ, հոգևորականներ եւ հազարավոր աշխարհիկ մարդիկ վճարեցին այդ գինը։ Ոմանք վճարեցին բարձրագույն գինը, սպանվելով, տանջահարվելով կամ երկարատև բանտարկվելով։ Սակայն քրիստոնեական այլախոսությունը մի ուժ էր հանուն ազատության, հանուն բոլորի արժանապատվության, մարդու իրավունքների, բոլորի համար արդարության եւ ոչ բռնի էթիկայի։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում հայ առաքելական եկեղեցու դեմ, հենց այն է, թե ինչի մասին ես կարող եմ երկար խոսել, ներկայացնելով ազատ մարդկանց եւ ազատ եկեղեցու դեմ չեխոսլովական կոմունիստական ճնշումների պատմությունը։ Դա քարոզչականություն է, որը խոսում է եկեղեցու, հոգևորականության կամ նիվերակատության, օտարերկրյա շահերի ծառայելու կամ խաղաղության եւ կայունության դեմ աշխատելու մասին։ Կոմունիստները սովորաբար զրպարտում էին եկեղեցու առաջնորդներին, որպեսզի բաժանեն հոգևորականությունը աշխարհիկ ժողովրդից, բաժանիր ու տիրիր սկզբունքով։ Բաժանել, ինչպես Ջոն Էբները ասաց, խաղաղասերների եւ մյուսների։ Մենք ունեինք մի կազմակերպություն, որը կոչվում էր Pacem in Terris, խաղաղություն երկրի վրա։ Նրանք լավ տղերն էին, իսկ մնացածը խնդիրներ ունեին։ Այսպիսով, եկեղեցու պառակտումը նախկին կոմունիստների սովորական տակտիկան է, կամ ավելի ճիշտ կլինի ասել, ռազմավարությունն է այսօր։ Ճամփորդության արգելք, հարձակումներ, հոգևորականների եւ ակտիվիստների սպանություններ, սակայն եզրափակելով այս զուգահեռը եւ նմանատիպ պատկերը, ուզում եմ ասել, հաղթանակը պատկանում էր հավատքին, հավատարիմ առաջնորդներին, հավատարիմ եկեղեցուն եւ նրանց, ովքեր դիմադրեցին, բայց դիմադրեցին ակտիվորեն, ստեղծագործ մոտեցմամբ։ Սա է այն, ինչի կարիքն այսօր ունի նաեւ Հայաստանի եկեղեցին։ Ուզում եմ ընդգծել, որ հավատքը, քաջությունը, ոչ բռնի դիմադրությունը եւ տոկունությունը նշանակում են անզորների ուժը։ Անզորների ուժը, սա հաղթական ուժ է, որը ժամանակ է պահանջում, բայց այն հաղթում է։ Հայաստանը հնագույն քրիստոնյա ազգն է, սա բացառիկ երևույթ է։ Եթե նայենք թվերին, տարածաշրջանին եւ պատմությանը, ապա հայ առաքելական եկեղեցու դերը վճռորոշ է եղել այս փոքր ազգի գոյատևման, նրա ժառանգության, մշակույթի, ինքնության եւ համախմբվածության համար։
Սրանք ոչ նյութական, բայց վճռական որակներ են ցանկացած համայնքի համար։ Եթե նրանք կորցնեն դա, կկորցնեն ամեն ինչ։ Հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա իրականում հարձակում է եկեղեցու ազատության, ինքնավարության, ամբողջականության և սահմանադրական անկախության վրա։ Եվ դրա միջոցով դա նշանակում է հարձակում քրիստոնեության վրա Հայաստանում և հայերի շրջանում։ Հարձակում այս հպարտ ու ազատ ազգի ապագայի վրա։ Մի քանի կետ կրոնական ազատության վերաբերյալ։ Ինչու է այն այդքան կարևոր։ Դեսպան Ֆերնանդեսը նշեց որոշ պատճառներ, բայց ես կցանկանայի ավելացնել, որ հարձակումը կրոնական ազատության վրա հարձակում է բոլորի ազատության վրա, քանի որ կրոնական ազատությունը կարևոր է թե հավատացյալների, թե անհավատների համար։ A-ից մինչև F բոլոր մարդկանց համար, ինչը նշանակում է աթեիստներից մինչև զրադաշտականներ, որովհետև կրոնական ազատությունը, եթե նայեք միջազգային իրավական կոնվենցիաներին, սահմանվում է որպես մտքի, խղճի և դավանանքի ազատություն։ Քանի որ ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրն ունի 3 չափում։ Մենք միաժամանակ homo rationalis, բանական մարդ ենք, homo moralis, բարոյական մարդ, և homo spiritualis, կամ religiosus, հոգևոր կամ կրոնական մարդ։ Յուրաքանչյուրն ունի իր բանականությունը, բարոյականությունը և հոգևոր աշխարհը։ Եվ հարձակումը կրոնական ազատության վրա հարձակում է մարդկային արժանապատվության վրա։ Այս չափումը պաշտպանված է և պետք է պաշտպանված լինի, որպեսզի ազատությունը կիրառվի թե անհատապես, թե համայնքային ձևով, տանը, մասնավոր կերպով կամ հրապարակային։ Եվ այստեղ կա դերակատարում եկեղեցու, կազմակերպության, համայնքի համար։ Հետևաբար հարգանքը կրոնական ազատության նկատմամբ ենթադրում է հարգանք կրոնական մարմնի, կազմակերպության, հեղինակության, ամբողջականության և անկախության նկատմամբ։ Իդեալը լիբերալ ժողովրդավարության համար, իրական ժողովրդավարության և ժողովրդավարական պետության համար հետևյալն է. ունենալ ինքնիշխան պետություն, որը համագործակցում է ինքնավար եկեղեցու կամ եկեղեցիների հետ, հանուն արդարության հաստատման, ընդհանուր բարեօրության և բոլորի արժանապատվության համար։ Դա իդեալն է։ Սակայն իրականությունը չի կարող գործել այս իդեալի դեմ։ Այն պետք է հետևի այս նպատակին։ Եվ այստեղ ես ուզում եմ գալ այն եզրակացության, որ կրոնական ազատությունը, քանի որ այն անձնական ազատության ամենախորը չափումն ու արտահայտությունն է, ֆորում ինտերնում, որը դուրս է գալիս նաև ֆորում էքստերնում, ռելիգար է, միավորվելու և համահոխների հետ աշխատելու համար, հանդիսանում է մարդու բոլոր իրավունքների ատմոսֆերը։ Այն մարդու կենտրոնական իրավունքն է, որովհետև եթե սա չհարգվի, մյուսներն այնպես չեն հարգվի, կարծիքի, արտահայտվելու, լրատվամիջոցների, հավաքի և միավորման ազատությունը միանշանակ չեն հարգվի։ Հետևաբար, կրոնական ազատությունը կարևոր է։ Այն կենտրոնական մարդկային իրավունք է և ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, որ մեր իրավունքների և պարտականությունների աղբյուրն է, օրենքի գերակայությունն ու արդարությունը պարտադիր պայման են։ Սրանք ազատության, ժողովրդավարության հիմքերն են։ Ուստի ես կոչ եմ անում Հայաստանի պետական իշխանություններին հարգել Հայաստանի սահմանադրությունը, ոչ թե սլովակյան կամ գերմանական, այլ հենց Հայաստանի սահմանադրությունը, ներառյալ և հատկապես հայ առաքելական եկեղեցու անկախությունը
եւ ազատ արձակել խղճի բանարկյալներին։ Ժողովրդավարական երկրում խղճի բանարկյալներ ունենալ ամոթ է կառավարության, դատավորության, դատախազության եւ իշխանության բոլոր կրողների համար։ Ես կոչ եմ անում կառավարությանը դադարեցնել հարձակումները եկեղեցու եւ եկեղեցական նվիրակատության դեմ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II գլխավորությամբ։ Երկրորդ, ես նաև կոչ եմ անում հարգել երկրի միջազգային պարտավորությունները։ Հայաստանը միավորված ազգերի կազմ է։ Գոյություն ունի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնակը, որի 18-րդ հոդվածը վերաբերում է կրոնական ազատությանը։ Այն ԵԱՀԿ անդամ երկիր է, որտեղ մարդու իրավունքները ամբողջ համաձայնագրի կարևորագույն սյուն են։ Բացի այդ, Հայաստանը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպայի միության արևելյան գործընկերության անդամ եւ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանը ընդունեց ԵՄ ինտեգրման մասին օրենքը։ Այսպիսով, Հայաստանը հավակնություն ունի դառնալ մի ակումբի, որտեղ կրկին մարդու իրավունքները եւ հիմնարար իրավունքների խարտեզը խոսում են բոլորի կրոնական ազատության մասին։ Երկրորդ, ես նաև ցանկանում եմ ընդգծել եւ կոչ անել միջազգային կառույցներին երաշխավորել եւ օգնել մոնիտորինգի ենթարկել Հայաստանում նախորդ ընտրությունները, երաշխավորելու համար, որ նրանք կլինեն ազատ եւ արդար։ Սա պետական իշխանության առաջնային պատասխանատվությունն է, ցույց տալու համար, որ իշխանության փոխանցումը ժողովրդավարական մշակույթի եւ զարգացման մաս է։ Ես կոչ եմ անում Հայաստանի ժողովրդին եւ նրա բարեկամներին մնալ զգոն եւ հավատարիմ այն արժեքներին, հավատքին եւ համոզմունքին, որոնք օգնել են ազգին դիմադրել, պայքարել եւ գոյատևել բարդ պատմության անցքով եւ Կովկասյան տարածաշրջանում։ Սա մնում է ապագայի աղբյուր։ Ավանդույթ բառը լատիներեն tradere չի նշանակում մոխրի փոխանցում։ Ավանդույթ նշանակում է փոխանցել հավատքը, փոխանցել մեր հայրերի ու մայրերի կրակը, եւ դա է Հայաստանի ներկա սերնդի դերը վաղվա եւ ապագայի համար։ Շատ շնորհակալ եմ։ Thank you so much. Well, Շատ շնորհակալություն։ we've been blessed and honored by Մենք all of our օհնված եւ speakers պատված ենք մեր today, բոլոր and I այսօրվա just բանախոսների want to կողմից։ say Եվ thank you ես so much պարզապես for ուզում եմ ասել, taking շատ շնորհակալություն the great այսօր effort այստեղ to be here գտնվելու today. համար։ Two of Մեծ our ջանքեր գործադրելու համար։ Մեր մասնակիցներից երկուսը Եվրոպայից օվկիանոսն են կտրել անցել, այսօր մեզ հետ լինելու համար։ Ահա թե որքան բարձր են նրանք գնահատում այս պահը եւ գիտեն թե որքան կարեւոր է այս հարցը եւ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Այսպիսով ես պարզապես ցանկանում էի շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հետ լինելու եւ ձեր մտքերով կիսվելու համար գործադրած բոլոր ջանքերի համար։ Ես ցանկանում էի եւս մեկ հանգամանք նշել. Հայաստանի ազգային ժողովրդավարական Բևեռյանունից, այն քաղաքական բռնաճնշումները, որոնց մասին խոսում ենք այսօր, եւ որոնց մասին դուք լսեցիք, մեզ համար ունեն անձնական նշանակություն։ Բևեռի անդամների համար իրենց իսկ նախագահի կամ վարչապետի հավանական թեկնածուն գնդապետ Վարուժան Ավետիսյանը, ով ինքնիշխանության եւ բարեփոխումների ակտիվ ջատագովը 2022 թվականից ի վեր քաղաքական բանտարկյալ է Հայաստանում։ Սա արդեն երկրորդ անգամն է, բայց նա դեռ անազատության մեջ է։ Նա Հայաստանում է, նա Բաքվի ռազմագերի չէ։ Նա բանտարկված է Հայաստանի կողմից, կառավարության պահանջով։ Մենք այսօր այստեղ շատ բան լսեցինք, հավանաբար այնքան շատ, որ դժվար է ամեն ինչ միանգամից յուրացնել։ Մենք կունենանք հղում, որը կուղարկենք բոլոր մասնակիցներին, ովքեր տրամադրել են իրենց էլեկտրոնային հասցեները, եւ մենք անպայման կտարածենք այն։ Ես ինքս ցանկանում եմ այն լսել եւս մոտ 3 անգամ։ Այնուամենայնիվ, այն հարցերից մեկը, որի վրա մենք այստեղ ամենաշատը կենտրոնացանք եւ որն այնքան հոգեհարազատ է մեր մարդկային էությանն ու արժանապատվությանը, կրոնական ազատությունն է։ Ինչպես լսեցիք, կրոնական ազատությունն ու մարդու իրավունքները հիմնարար են։
Դրանք փաստորեն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հենասյունն են։ Մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը եւ ծաղկող տնտեսությունը պարզապես գոյություն չունեն առանց կրոնական ազատության։ Այն ցանկացած կայուն ժողովրդավարության հիմքն է։ Այնտեղ, որտեղ կրոնական ազատությունը պաշտպանված է, համայնքները կարող են ծաղկել, քաղաքացիական հասարակությունն ամրապնդվել, իսկ օրենքի գերակայությունն հաղթանակել։ Առանց կրոնական ազատության, առանց մարդ անհատի հանդեպ հարգանքի եւ առանց ձեր հավատամքի նկատմամբ, լինի դա աթեիզմ, թե զրադաշտություն կամ որևէ այլ բան դրանց միջև, մենք ոչինչ չունենք, չկա որևէ այլ բանի երաշխիք։ Ուստի մենք հավատացված ենք։ Եվ վերջնարդյունքում փաստում ենք, եթե այսօր հնչեցված միտումները մնան անարգել, դրանք միանշանակ կսպառնան աշխարհի առաջին քրիստոնյա ազգի կայունությանը, երկարակեցությանը եւ հենց բուն գոյությանը։ Եթե խոսեք Հայաստանի շարքային քաղաքացիների հետ, եթե փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ ապրող մարդկանց եւ ընդհանրապես Սփյուռքի գրեթե բոլոր այն ներկայացուցիչների, ում հետ ես հանդիպել եմ, կտեսնեք, որ նրանք մտահոգված են իրենց երկրի լինելության հարցով։ Եվ հենց այդ պատճառով ես չեմ կարող դադարել տագանապի զանգեր հնչեցնել այս առիթով։ Ես ազգային ժողովրդավարական բևեռի, այնպես էլ Sovereign Global Solutions-ի անունից երախտապարտ եմ այսօր ձեզ հետ լինելու հնարավորությանը եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք լսել այս չափազանց կարևոր զեկույցները։ Այժմ ես կցանկանայի հարցերի հնարավորություն տալ։ Կարող եք դիմել մեր պանելիստներին եւ փորձագետ բանախոսներին։ Ամեն օր չէ կարելի առնչվել այս մարդկանց գիտելիքներով եւ փայլուն մտքերով։ Ուստի խնդրեմ, եթե ունեք հարցեր, համեցեք։ Ողջույն, ես Ալեքս Սանչեսն եմ, վերլուծաբան եմ Վաշինգտոնից։ Առանց չափազանց քաղաքականանալու, հունիսին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Արդյոք կա որևէ հույս, որ նոր կուսակցությունը կարող է ժողովրդավարական ճանապարհով հաղթել ընտրություններում։ Արդյոք մեր բանախոսներից որևէ մեկը կցանկանա պատասխանել սրան։ Իհարկե, միշտ էլ կա հնարավորություն եւ միշտ կա հույս։ Բայց ես վերջերս եմ վերադարձել տարածաշրջանից եւ մեծագույն հարցն այն է, արդյոք կարող են լինել ազատ եւ արդար ընտրություններ այս պայմաններում։ Մենք արդեն լսեցինք վարչակարգի բնույթի մասին։ Նրանք են կառավարությունը, բայց օրինակ Եվրոպական միությունը սատարել է Փաշինյանին, խոստանալով նվազագույնը 15 միլիոն եվրո տրամադրել այն բանի դեմ պայքարելու համար, ինչն իրենք անվանում են ռուսական ապատեղեկատվություն ընտրությունների ժամանակ։ Փոխնախագահը հենց նոր սատարեց վարչապետի թեկնածությունը, եւ այս դահլիճում բոլորը վստահաբար տեղյակ են, որ Միացյալ Նահանգներն ընտրությունների վրա այս ու այնտեղ ազդելու երկար պատմություն ունի, երբ զգում է, որ դա բխում է իր ռազմավարական շահերից։ Անձամբ ես շատ կասկածամտորեն եմ վերաբերվում այն մտքին, թե այս պայմաններում կլինեն ազատ եւ արդար ընտրություններ։ Մարդ միշտ կարող է հուսալ, բայց հեռանկարն իրականում այնքան էլ լավը չէ։ Սա ազգային անվտանգության հարց է, ինչպես ընկալվում է կառավարության կողմից։ Թուրքիան եւ Ադրբեջանը վարչապետին տեսնում են որպես իրենց մարդը, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը նույնպես վարչապետին տեսնում են որպես իրենց մարդը, Թրամփի ուղին իրականացնելու համար։ Իմ համեստ կարծիքով, ամեն ինչ հանգում է հենց դրան։ Շնորհակալություն։ Anybody else? Any other questions here? Yeah. Բանախոսները հիշատակեցին J.D. Vance-ի այցը, եւ ես դրա վերաբերյալ հարցեր ունեմ։ Ինչպիսի մտահոգություններ ունեք Թրամփի վարչակազմի կողմից այս հարցի լուծման վերաբերյալ։ Ինչ կարող էին նրանք ավելի լավ անել։ Ինչու են հենց այսպիսի արձագանք տվել դրան։ I mean, it's just whoever. Well, I think that's a very good question. I think there are two things at play. Կարծում եմ սա շատ լավ հարց է։ Իմ կարծիքով այստեղ երկու գործոն կա։ Առաջինն այն է, ինչը բնորոշ չէ միայն Թրամփի վարչակազմին։ Ես ինքս ծառայել եմ կառավարությունում, եղել եմ դիվանագիտական ծառայության մեջ եւ կարող եմ ասել, որ կառավարությունները հակված են կենտրոնանալ գործնական կողմի վրա։ Երբ խոսում ես այնպիսի բաների մասին, ինչպիսին
հոգևորն է կամ նմանատիպ հարցեր, դա նրանց համար անորոշ է թվում։ Նրանք մտածում են այսպես. մենք կառավարություն ենք, մենք խոսում ենք տնտեսությունից, քաղաքականությունից, ինչ-որ բաներ կառուցելուց, այնպես չէ։ Սա այս վարչակազմի եւ բոլոր վարչակազմերի ներհատուկ թերությունն է։ Նրանք մտածում են, եկեք կամուրջ կառուցենք, կամ սա անենք, կամ այն անենք։ Սա կարծում եմ խնդիրներից մեկն է։ Մյուսը, կարծում եմ, թերևս ավելի բնորոշ է հենց այս վարչակազմին։ Դա ռազմավարության հարցն է։ Աշխարհին որոշակի ռազմավարական տեսանկյունից նայելով, նրանք տեսնում են, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։ Հայաստանը կարող էր ենթարկվել ներխուժման անցյալ տարի, եւ նրանք կանխեցին դա, այնպես չէ։ Նրանք կանգնեցրին դա։ Մենք իհարկե լիարժեք չգիտենք, թե որքանով է Փաշինյանը պարտական Ադրբեջանին կամ որքանով է նա գտնվում սպառնալիքի տակ։ Արդյոք ադրբեջանցիները հստակ ասել են նրան. դու պետք է կոտրես եկեղեցին, այլապես։ Մենք դա չգիտենք, բայց ես կարծում եմ, այս երկու հանգամանքների պատճառով կառավարությունները պարզապես գնում են ամենահեշտ ճանապարհով։ Բոլոր կառավարություններն են այդպես վարվում։ Մյուս կողմից էլ մտածում են. մենք շատ հարցեր ունենք, այս հարցը լուծեցինք, ունենք այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվել։ Եկեք անցնենք հաջորդին։ Thank you so much. Yes, go ahead. Maybe. Yeah, we actually can't hear it. That doesn't actually elevate the sound of the voice. It's for the live feed, but we're gonna give to the lady first, and then to John Gizzy. I'll try to speak as loud as possible. Ես կփորձեմ հնարավորինս բարձր խոսել։ Ողջույն, իմ անունը Էնի է։ Ես աշխատում եմ Նևադան ներկայացնող կոնգրեսական Սյուզի Լիի հետ։ Ինձ հետաքրքիր է մի հարց։ Քանի որ ընդհանուր առմամբ կապիտոլիումի բլրի վրա քննարկումները հաճախ սահմանափակվում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի համատեքստով, դա կարող է հանգեցնել այն ենթադրությանը, թե Հայաստանին ռազմական կամ տնտեսական միջոցներով աջակցելը հուսով կչեզոքացնի ազգային անվտանգության կամ պաշտպանության հետ կապված ցանկացած մտահոգություն։ Այնուամենայնիվ, ինչպես դուք բոլորդ այսօր շատ լավ բացատրեցիք, երկրի ներսում մարդու իրավունքների իրական վիճակի մասին մտածելն ակնհայտորեն կարևոր է։ Հետևաբար, ինչ կառաջարկեիք քաղաքականություն մշակողներին, ինչպես նրանք պետք է ավելի քննադատաբար մտածեն Հայաստանին հաշվետու պահելու մասին, միևնույն ժամանակ, գուցե չդադարեցնելով աջակցությունը Հայաստանին, ի հակակշիռ այն ամենի, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Շնորհակալություն։ Ինչ խորհուրդ կտայիք քաղաքականություն մշակողներին եւ վարչակազմին մարդու իրավունքներն ամրապնդելու համար։ Not only in this country, but also in Europe and generally in democratic world, we hear a lot of talk about values. Values matter most. Ոչ միայն այս երկրում, այլև Եվրոպայում եւ ընդհանրապես ժողովրդավարական աշխարհում։ Մենք շատ ենք լսում արժեքների մասին։ Արժեքներն ամենակարևորն են։ Եկեք սկսենք արժեքներից, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչ մենք անում ենք տնտեսական կամ քաղաքական առումով, պետք է հիմնված լինի ավելի խորը եւ մարդկային հիմքի վրա։ Եթե նայենք նույնիսկ հետպատերազմյան շրջանի հիմնադիր փաստաթղթերին, դրանցում խաղաղությունը, արդարությունը եւ արժանապատվությունը նշվում են որպես համակեցության կարևոր նախապայմաններ։ Դրանք են առաջնայինը, եւ միայն դրանից հետո են գալիս կայունությունն ու բարօրությունը, այլ ոչ թե հակառակը։ Ինչ վերաբերում է նախորդ կամ առաջին հարցին, ընտրությունների, նոր կուսակցության կամ ապագա հաղթողների մասին, ես կասեի հետևյալը. Կարևորը ազգն է, մարդիկ են։ Եթե նրանք չվաճառեն իրենց խիղճն ու ապագան որևէ կողմից, արևելքից, արևմուտքից, հյուսիսից, թե հարավից եկող փողի դիմաց, ապա նրանք շանս ունեն։ Եթե վաճառեն, որովհետև փողն ավելին է, քան ազատությունը, արժանապատվությունը կամ ամբողջականությունը, ապա նրանք արդեն իսկ պարտված են։ Հայ ազգը չջնջվեց պատմությունից, որովհետև ուներ արժեքներ, տոկունություն, քաջություն եւ այլն։ Սրանք իրականում քաղաքակրթական հարցեր են։ Ես կարող եմ միայն հույս եւ համոզմունք հայտնել, որ դեռ կան շատերը կամ մեծամասնությունը,
ովքեր չեն վաճառի իրենց ապագան իշխանության, փողի, քաղաքականության կամ ազդեցության որևէ բաղադրիչի դիմաց։ Սա նաև ուղղակի պատասխան է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ աշխարհի քաղաքականություն մշակողներին։ Ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք։ Եթե մենք հոգ տանենք արժեքների մասին, կտեսնենք խաղաղ Եվրոպա, եթե ոչ, կստանանք հերթական պատերազմը։ Այս կարևոր հարցի բարոյական կողմն այն է, որ մեր պատասխանատվության աստիճանը կախված է մեր ազդեցության չափից։ Միացյալ Նահանգները, պարոն նախագահը, պարոն փոխնախագահը ոչ միայն ասելիք ունեն, այլև շատ ուժեղ ազդեցություն Կովկասյան տարածաշրջանում, եւ հետեւաբար նրանք ունեն շատ մեծ պատասխանատվություն, թե ժամանակավոր, թե վերժամանակային, տրանսցենդենտ։ Ես սա ասում եմ հատկապես այն երկրի համատեքստում, որտեղ իշխանության ղեկին գտնվողները իրենց ջերմեռան քրիստոնյաներ են համարում։ Դա մի բան է, որը պետք է տեսնել գործով, այլ ոչ թե լսել խոսքով։ Դա պետք է տեսանելի լինի ազդեցության, արարքներից եւ որոշումներից, այլ ոչ թե ճառերից։ Հուսով եմ ինձ հասկացան։ Շնորհակալություն։ Not from speeches. I hope I was understood. Thank you. John Gizzi, you had a question? I'd like to see if anybody would address Ես կցանկանայի տեսնել արդյոք որևէ մեկը կանդրադառնա այն հակափաստարկին, որը հնչում է Հայաստանից, Ադրբեջանում իրենց սեփական ժողովրդի հալածանքների վերաբերյալ։ Ես նկատի ունեմ մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերի Լեռնային Ղարաբաղի ռմբակոծությունները, երբ Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքում հիմնականում հայկական համայնքը թիրախավորվեց կայծակնային ռմբակոծությունների միջոցով եւ փախավ Հայաստան։ Նրանք պնդում են, որ դա էթնիկ զտում էր հակառակ կողմից, եւ երբ իրենց մեղադրում են կրոնական հալածանքների մեջ, նրանք ասում են, որ մեդալը հակառակ կողմն ունի։ Իրավիճակը ճիշտ հակառակն է այս ռմբակոծության դեպքում։ Հուսով եմ ճիշտ եմ արտասանում Լեռնային Ղարաբաղ։ Որևէ մեկը կցանկանա անդրադառնալ դրան։ And I hope I'm saying it right, Nagorno-Karabakh. Would anyone care to address that? Okay. Yeah. I think are you saying the question Եթե ճիշտ եմ հասկանում, when Ձեր հարցն այն է, որ երբ Հայաստանի կառավարությունը մեղադրվում է իր սեփական քրիստոնյաներին հալածելու մեջ, նրանք մատնացույց են անում Բաքվին, եւ այն թե ինչպես է Բաքուն հալածել իրենց, կամ ավելի ճիշտ Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներին։ Yeah, sure. I mean, they certainly did. I mean, but would you like to say something about that? I'm not 100% sure exactly what the question is. I know it was happening in the Իհարկե, նրանք միանշանակ այդպես էլ արել են, Բաքուն հալածել է։ Բայց արդյոք կցանկանայիք որևէ բան ասել այդ մասին։ Ես լիովին վստահ չեմ, թե որն է հարցի բուն էությունը, բայց ես գիտեմ, թե ինչ էր կատարվում Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի պատերազմի ժամանակ։ Այդ էթնիկ զտումները։ Մենք գիտենք, որ կար 9-ամսյա շրջափակում, լիովին ապօրինի եւ անմարդկային։ Աշխարհը մնաց դիտորդի դերում, ներառյալ այն ժամանակվա Հայաստանի կառավարությունը։ Այնուհետև եղավ այս բլիցկրիգը, եւ մոտ 1 օրվա ընթացքում ամբողջ բնակչությունը փախուստի դիմեց։ Շրջափակումն ավարտվեց, բայց մարդիկ վտարվեցին։ Այսօր նրանք Հայաստանում ապրում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ եւ ունեն լուրջ դժվարություններ։ Հարցն այն է, նրանք Հայաստանի քաղաքացի են, թե ոչ։ Որոնք են նրանց իրավունքները Հայաստանում։ Նրանք շատ ծանր վիճակում են։ Տեղահանվածների շրջանում աղքատության մակարդակն ահռելի է։ Հայաստանի կառավարությունը վախենում է նրանց հետ շփումից։ Նրանց ղեկավարությունը հաճախ սպառնալիքների է ենթարկվում։ Նրանց թույլ չեն տալիս գործել, ունենալ ներկայացուցչություն, եւ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հումանիտար օգնությունից անդին ցանկացած աջակցություն այս համայնքին
կդիտարկեն որպես իրենց պայմանավորվածությունների խախտում։ Հայաստանի կառավարությունը սարսափած է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնարավոր պատերազմից եւ զիջում-զիջման հետևից է անում նրանց, հուսալով, որ դա կլինի խաղաղեցման քաղաքականություն եւ նրանք չեն հարձակվի։ Ադրբեջանի պայմաններից մեկն էլ այն է, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Չհիշատակել այն փակված է։ Սակայն եկեղեցին ասում է, այն փակված չէ։ Եկեղեցին ասում է, որ դուք չեք կարող փակել մարդու իրավունքները, դրանք հավերժական են։ Հետևաբար եկեղեցին պարտավորություն ունի համերաշխ լինել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ։ Եվ սա այն մեծ խնդիրներից մեկն էր, որն ուներ Փաշինյանի վարչակարգը։ Հալածանքների վերջին մեծ ալիքը սկսվեց անմիջապես Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած համաժողովից հետո, որը հովանավորում էր եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Այն կոչվում էր Մշակութային ժառանգության համաժողով եւ նվիրված էր Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը։ Կաթողիկոսն այնտեղ էր, նա ելույթ ունեցավ, ես լսել եմ նրան։ Նա հանդես եկավ այդ բնակչության պաշտպանությամբ եւ խոսեց էթնո-կրոնական զտումներից։ Դա տաբու էր, արգելված թեմա էր, եւ նա շարունակում է այդպես խոսել։ Հետևաբար պետությունը պետք է ճնշի եկեղեցին, եթե վերջինս շարունակի զորակցել այդ մարդկանց եւ խախտել խաղաղության մյուս պայմանները։ Չգիտեմ, սա պատասխանում է ձեր հարցին, թե ոչ, բայց սա է իմ պատկերացումը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի։ Դա արգելված թեմա է, եւ Հայաստանը սարսափելի կտուժի, եթե հրապարակային բարձրացնի այդ հարցը, քանի որ նրանք Ադրբեջանին ու Թուրքիային հավաստիացրել են, որ հարցը փակված է, ջեշտ այնպես, ինչպես հավաստիացրել են, որ իրենք որպես կառավարություն չեն խթանելու ցեղասպանության ճանաչումը։ Սա արվող զիջումներից հերթականն է։ Մենք չգիտենք, թե որտեղ կավարտեն այս զիջումները, եւ մենք չենք տեսնում որևէ նշան, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանին կամ սահմանում է կարմիր գծեր, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է հատեն։ Across which Azerbaijan and Turkey must not tread. I would add to that while we have the Trump administration, we do feel Ես կցանկանայի հավելել, որ քանի դեռ գործում է Թրամփի վարչակազմը, մենք զգում ենք, որ Ադրբեջանը զսպված կլինի։ Կարծում եմ մեծ է հավանականությունը, որ նրանք հեռու կմնան Հայաստանի վրա որևէ տեսակի հարձակումից։ Մենք մի քանի անգամ լսել ենք, որ դա հենց այդպես է, եւ այդ միջամտությունն օգնել է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք ապագայի համար։ Ուստի հիանալի կլիներ ունենալ հստակ գործող մեխանիզմներ Ադրբեջանին հաշվետու պահելու համար։ Ինչպես նաև ունենալ պաշտպանված ու խիստ սահմաններ, եւ որպեսզի ադրբեջանական ռազմական կայանքները դուրս բերվեն Հայաստանի ներսից։ Դա հրաշալի կլիներ։ Ինչևէ, կան բազմաթիվ բարդ սցենարներ, որոնք այստեղ դեր են խաղում։ Բայց այս ամենով հանդերձ ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր հիանալի բանախոսներին ու զեկուցողներին այսօրվա իրենց մասնակցությանը։ Եվ այն ամենի համար, ինչ նրանք ներկայացրեցին մեզ։ Խնդրում եմ միանալ ինձ նրանց շնորհակալություն հայտնելու համար։ Նրանք դեռ այստեղ են, այնպես որ եթե հնարավորություն չեք ունեցել զրուցելու նրանց հետ կամ հարց տալու, հրավիրում եմ օգտվել այդ հնարավորությունից։ Շատ շնորհակալություն գալու համար։ And they are still around here, so if you haven't gotten a chance to speak with them or ask them a question, I invite you to do so. Thank you so much for coming.